Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Դատարանը որոշել է վերացնել կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, ինչ մանրամասներ է հայտնի։ Շիրակի վթարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել։ Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատախազությունը մերժել է միջնորդությունը։ Իրանի պատվիրակությունը Պակիստանում է, ովքեր են կազմում։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը բավարարել է ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Փաստաբան Արա Զորաբյանի խոսքով դատարանի որոշման հիման վրա վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման։ Հիշեցնեմ, քննչական կոմիտեն Գարեգին II-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել բացակայելու արգելքը, ինչի պատճառով նա չկարողացավ մեկնել Վրաստան, մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորության արարողությանը։ Գլխավոր դատախազությունը մերժել է մոտ 2 շաբաթ անազատության մեջ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Գործընկերոջս հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Դավիթ Մինասյանի փաստաբաններն անցած շաբաթ դիմել էին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, խնդրելով կիրառել իր բացառիկ լիազորությունն ու վերացնել կալանքը։ Դատախազությունն էլ հայտնել է, թե միջնորդություն հսկող դատախազը մերժել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Իդեպ վթար է տեղի ունեցել Քուչա-Կապարան ճանապարհին, բախվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի Հոնդա ավտոբուսը և Նիսան մեքենա։ Ըստ ներքին գործերի նախարարության նախնական տվյալի, պատահարի պատճառով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել 12 անձ։ Համացանցում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանական մեքենան ուղեկցում էր քաղաքացիական պայմանագրի ավտոբուսը։ Ներքին գործերի նախարարությունն այս մասին մանրամասներ չի հայտնում։ Առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ Շիրակում տեղի ունեցած վթարի պատճառով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, արհեստական շնչառական ապարատ են միացրել։ Գերատեսչությունը հայտնել է, որ ծանր է նաև 8-ամյա աղջկա վիճակը, ծայրահեղ ծանր 28-ամյա կնոջ վիճակը։ Նրանք բոլորը վերակենդանացման բաժանմունքում են։ Հիշեցնեմ, որ տեղի ունեցած վթարի պատճառով մահացած 6 քաղաքացիներից 5-ը նույն ընտանիքից են։ Ըստ լրատվամիջոցների մեքենայի ղեկին եղել է ընտանիքի 31-ամյա հայրը, ուղևորները, կինը, մայրն ու 2 երեխան։ Նրանք Շիրակի Ջրառատ գյուղից էին, մյուս մահացածը 64-ամյա կին է, Շիրակի Սարակապ գյուղից։ Ղեկին որդին է եղել, որն այժմ բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքում է։ Լոս Անջելեսում ապրիլը կրկին հայտարարել են հայոց պատմության ամիս։ Լոս Անջելեսի շրջանն ամիսը հայկական է հռչակում 10-րդ տարին անընդմեջ։ Գիտական դաշտն էլ շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի շուրջ տեղի ունեցողը։ Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, պահանջելով թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում անհապաղ վերականգնել Էդիտա Կզոյանին և երաշխավորել ինստիտուտի ակադեմիական անձեռնմխելիությունը։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է դժվարին և բարդ վիճակում, քանի որ ձգտում է վերջ դնել Ադրբեջանի հետ տարիներ տևած հակամարտությանը և հասնել հարաբերությունների կարգավորման։ Սակայն պատմական հիշողության ջնջումը չի կարող կախված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներից։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի ստեղծման նպատակներից մեկը, առաջին հերթին, հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարն էր։ Ասոցիացիան կոչ է անում Հայաստանի կառավարությանն արագ գործել, վերացնելու գիտական անկախությանն անհիմն միջամտությունը։ Բաքվում ընթանում են հայերի և ադրբեջանցիների միջև կլոր սեղան քննարկումները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, խաղաղության կամուրջ նախաձեռնությունն ուղղված է խթանելու երկխոսությունը և Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումները։ Այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, անցնելով սահմանազատված և սահմանագծված հատվածով և բոլոր համապատասխան սահմանային ու անձնագրային վերահսկողության ընթացակարգերով։ Ադրբեջան մեկնած հայկական պատվիրակությունը բաղկացած է 20 անդամից։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը եւ Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Նրանք ընդգծել են ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի կարևորությունը, այդ թվում առևտրային, տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համատեղ ինտեգրացիոն միավորումների շրջանակում գործակցության վերաբերյալ։ Սակայն Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո իրադարձությունները շարունակում են զարգանալ։ Պրոշյանի կոնյակի գործը դատարանում է։ Ռուսական շուկայում արտահանման լիցենզիայի չեղյալ հայտարարման գործընթացը պայմանավորված է տեխնիկական խախտումներով, թե ունի նաև քաղաքական ենթատեքստ, հատկապես Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո։ Մինչ պաշտոնական Երևանը պնդում է, որ խնդիրը բացառապես տեխնիկական է եւ ստանդարտների պահպանման վերաբերյալ է, ոլորտի մասնագետները չեն բացառում նաև քաղաքական ազդեցության գործոնը։ Ռուսական կողմը խոսում է խախտումների մասին, գործարանը շփոթմունքի։ Թեման ուսումնասիրել է Անահիտ Սարգսյանը։ Պրոշյանի կոնյակի գործարանի Ռուսաստանի Դաշնություն արտահանման լիցենզիան չեղյալ համարելու հարցը արբիտրաժային դատարանում է։ Քաղաքական ճնշում է Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, թե պարզապես արտադրանքը չի համապատասխանում տեխնիկական ստանդարտներին։ Փաշինյանը պնդում է, քաղաքական ենթատեքստ չկա։ Այն խնդիրները, որ կան, որոնք վերաբերում են տնտեսության արդիականացմանը, մենք աջակցել ենք, աջակցում ենք եւ շարունակելու ենք աջակցել տնտեսվարողներին։ Բայց մենք նաեւ համաձայն չենք, որ այդ թվում տեխնիկական խնդիրները փորձ արվեն քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնել։ Տնտեսագետներն այլ կերպ են մտածում։ Հրայր Կամենդատյանի կարծիքով վերջին հանդիպումն ազդեցություն ունեցել է։ Ռուսական կողմը ակնհայտ ընդ որում ոչ դռների հետևում, այլ հանրության աչքի առած զգուշացեց, որ հայաստանյան կողմը իրենք ունեն տնտեսական լուրջ կնճիռներ։ Միաժամանակ ոլորտում կան խիստ կանոններ։ Ռուսաստանում սերտիֆիկացումը բարդ է, գործում են քվոտաներ, իսկ հայկական կոնյակի դեպքում պարտադիր է խաղողից պատրաստված լինելու փաստը։ Ըստ մասնագետի, Հայաստանում ոչ բոլոր արտադրողներն են պահպանում այս պահանջները։ Պրոշյանի կոնյակի գործարանի մասին չի կարող որևէ կոնկրետ բան ասել, սակայն մի բան հստակ է, եթե Ռուսաստանը ցանկացավ, կարող է հանգիստ լիցենզիայից զրկել բազմաթիվ արտադրողների։ Ռուսական Ռոսսելխոզնadzor, այսպես կազմակերպություն կա, որը որ սանի պետկայանի ֆունկցիաների իրականացում Ռուսաստանում, այնք շատ քաղաքականացված կազմակերպություն են, առաջից փոքրիկ ակնարկի կամ ենթադրիկ հանձնարարության դեպքում ցանկացած տնտեսվարողի ապրանքները կարգախեն եւ նրանց մուտքը դեպի Ռուսաստան կարգիլ են։ Ռուսաստանի ալկոհոլի եւ ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը հայտնում է, չնախատեսված ստուգումներով ներմուծվող կոնյակի նմուշներում հայտնաբերվել են կոպիտ խախտումներ եւ դիմել է դատարան լիցենզիան չեղյալ համարելու եւ կասեցնելու պահանջով։ Պրոշյանի կոնյակի գործարանից հակադարձում են, շփոթմունք է եղել։ Խոսքը Ռուսաստանում գործող առանձին ներմուծողի մասին է, ոչ թե հայկական արտադրության։ Մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում, հայկական արտադրող գործարանը շփոթելով Ռուսաստանի Դաշնությունում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ, որը հանդիսանում է տվյալ շուկայում գործող ներմուծող ընկերություններից մեկը։ Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը եւ որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացների հետ։ Գործը դատարանում է, իսկ շուկայի մասնակիցներին զգուշացվել է, կեղծված ալկոհոլի ներմուծումն անթույլատրելի է։ Պրոշյանի կոնյակի գործարանից ասում են, որ արտահանումը անխափան շարունակվում է դեպի ԵԱՏՄ բոլոր երկրներ, իսկ Փաշինյանը վստահեցնում է, պակաս լծակներ չունի։ Ես ԵԱՏՄ գործերին լավագույնս տիրապետում եմ եւ նաեւ իմ գործն է ապահովել, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների, ֆինանսական միջոցների եւ աշխատուժի ազատ հոսք տեղի ունենա։ Իրադարձությունները նման ընթացք չէին ստանա, եթե չլինեին Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց անպատասխանատու հայտարարությունները, ասում է տնտեսագետը։ Տնտեսվարողները բնականաբար կրել են վնասներ եւ ռուսական շուկա նրանց մուտքը կարծում եմ երկար ժամանակ, ունեն 1-2 տարիների ընթացքում կարգիլափակվի, այդ տնտեսվարողը կարող ասել առանց ռուսական շուկայի անելիք չունի այլևս։
Պետական եկամուտների կոմիտեն նշում է, հարցն իրենց տիրույթում չէ։ Գործարանի հետ առնչվում են միայն որպես հարկվճարողի։ Գործարանից ասում են, նոր զարգացումներ չկան, արտադրությունն ընթանում է բնականon։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ հավելելու բան չունի։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ քաղաքական դաշտը ակտիվ պատրաստվում է ընտրությանը։ Քաղաքացիական պայմանագիրը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը։ ՔՊ-ականները մեկնում են Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ եւ Ապարան։ Մինչ իշխող ուժը տալիս է նոր խոստումներ, մարդիկ հիշում են հներն ու արձանագրում, որն է դարձել իրականություն եւ որն է, որ այդպես էլ մնացել է թղթի վրա։ 2021 թվականի արտահերթ ընտրությունից առաջ քաղաքացիական պայմանագիրը հանդես էր գալիս հստակ ձևակերպված խոստումներով՝ խաղաղություն, անվտանգություն, տնտեսական աճ եւ ուժեղ պետություն։ Խոստումներ ու իրականություն, ինչ ունենք այսօր Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ 2021-ի արտահերթ ընտրություններին քաղաքացիական պայմանագիրն ընտրողին դիմում էր հստակ խոստումներով՝ խաղաղություն, անվտանգություն, տնտեսական աճ եւ ուժեղ պետություն։ Այսօր մի քանի տարի անց այդ խոստումներն ու իրականությունը որևէ կետում չեն հատվում։ Նախընտրական փուլում իշխանությունը վստահեցնում էր Հայաստանը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, արցախցիների իրավունքների պաշտպանությունն էլ առաջնային էր համարում։ Սակայն ժամանակի ընթացքում այս մոտեցումը փոխվեց, շեշտը տեղափոխվեց միջազգային հարթակներ, իսկ պատասխանատվության ձևակերպումները վերանայվեցին։ Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա։ 86,000 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Հայ-ռուսական հարաբերություններ եւ ՀԱՊԿ 2021-ին հայտարարվում էր ռազմավարական գործընկերության պահպանման մասին, բայց հետագա զարգացումները ցույց տվեցին լարվածություն, սկսած ՀԱՊԿ-ի արձագանքների բացակայությունից մինչև փոխադարձ անվստահության աճ։ Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներում եւ շարունակելու է աշխատել պայմանագրային եւ փաստաթղթային բազայի էլ ավելի կատարելագործման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի անդամ պետությունների շահերը եւ համատեղ նպատակները։ Մեղավորը նրանք են, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ, դաշինք, որի անդամները պարզվեց, ոչ թե որ իրանց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ գնացել Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը։ Դուրս կգանք, այդ դրանով է վախեցնում եք։ ԵԱՀԿ Մինսկի խումբ նախընտրական շրջանում այն ներկայացվում էր Արցախի հարցի կարգավորման հիմնական ձևաչափ։ Այսօր կառույցը փաստացի այլևս չկա, լուծարվեց Հայաստանի համաձայնությամբ, իսկ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ բանակցությունների հաջորդ արդյունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր սրանից բխող քաղաքական հետևանքներով։ Խաղաղությունը, երբ որ կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը կարծում եմ իրոք կարող է հարցեր առաջացնել։ Սփյուռք եւ Հայոց ցեղասպանության ճանաչում ԿՊ-ն խոսում էր համահայկական ներուժի համախմբման եւ ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական աշխատանքի մասին։ Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն, քրեական օրենսգրքով նախատեսված արարք։ Ցեղասպանության փաստը անքննելի է եւ անժխտելի։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Իսկ մեկ ամիս առաջ այդ թեմաներով խոսելու համար Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատվեց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականության հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմի։ Տնտեսություն խոստանում էին գործազրկության եւ աղքատության նվազեցում, թեև արձանագրվել է որոշ տնտեսական աճ, խնդիրները շարունակում են մնալ հատկապես սոցիալական ոլորտում։ Աշխատատեղ չկա, ժողովուրդը մնացել են առանց աշխատատեղ։ Գյուղը աշխատանք չկա, առանձնապես այդ են խնդիրները։ Գազը, ճանապարհները, աշխատանքի բացակայությունը, ցածր վարձատրություն աշխատանքի։ Նախընտրական ծրագրում ընդգծվում էր գիտության զարգացումը եւ նորարարության խթանումը։ Այս տարվանից արդեն կայացրել ենք որոշում եւ ինչի արդյունքում գիտության, գիտաշխատողների ֆինանսավորման աշխատավարձային ֆոնդը մինչև 2025 թվականը արդեն
4.4 միլիարդ դրամից կդառնա շուրջ 14 միլիարդ։ Սակայն ոլորտի ներկայացուցիչները շարունակում են խոսել խնդիրների եւ ֆինանսավորման բացակայության մասին։ Վերջերս էլ ազգային ժողովի որոշմամբ Գիտությունների ազգային ակադեմիան կորցրեց իր կարգավիճակը, դառնալով պարզապես խորհրդատվական կառույց։ Իշխանությունը խոստանում էր անկախ ու վստահելի դատական համակարգ, սակայն տարիներ անց դատական համակարգի շուրջ հանրային վստահությունը խնդրահարույց է, իսկ դատական գործընթացների շուրջ աղմկահարույց դեպքերը չեն պակասել։ Այսպիսով 2021-ի առանցքային խոստումները անվտանգությունից մինչև տնտեսություն այսօր կամ ամբողջությամբ չեն իրականացվել կամ էապես փոխվել են ճանապարհին, իսկ նոր ընտրությանն ընդառաջ չկատարված խոստումներին ավելանում են նորերը։ Սեդա Մակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ֆարս լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանի պատվիրակությունը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում է։ Պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, կազմում են անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական եւ իրավական հարցերի կոմիտեների ներկայացուցիչներ։ Բանակցությանը կմասնակցեն նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, Իսլամական Հանրապետության Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Ակբար Ահմադյանը, Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլ Նասեր Հեմաթին եւ խորհրդարանի անդամներ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Պակիստանն իր այցն անվանել է Մինապ 168 ի հիշատակ զոհված դպրոցականների։ Նրանք, ովքեր ինձ ուղեկցում են այս ուղևորության ժամանակ, այս լուսանկարին կից գրել է Ղալիբաֆը։ Պակիստան է ժամանել նաև ամերիկյան պատվիրակությունը J.D. Vance-ի գլխավորությամբ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցության արդյունքը պարզ կդառնա 24 ժամվա ընթացքում։ Թրամփը նաև շեշտել է, որ Միացյալ Նահանգները նավերը զինել է զենքզինամթերքի ավելի մեծ ծավալով, քան նախկինում, եւ պատրաստ է կիրառել դրանք։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն էլ հայտարարել է, որ չպետք է նոր գազա թույլ տան Լիբանանում։ Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ եւ հետեւողական դիրքորոշում որդեգրի միջազգային իրավունքի եւ կանոնների վրա հիմնված գլոբալ կարգի պաշտպանության հարցում։ Սանչեսի խոսքով Եվրոպան չի կարող երկակի ստանդարտներ կիրառել կախված վիճակից, քանի որ դա խարխլում է նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Սակայն Իսրայելի իշխանության գործերն էլ լավ չեն։ Իսրայելում հակամարտությունը տեղափոխվել է նոր հարթություն, այն այլևս միայն արտաքին ճակատում չէ։ Ներքաղաքական դաշտում սրվում են մեղադրանքներն ու հակասությունները։ Թիրախը վարչապետ Բենյամին Նեթանյահուն է։ Քննադատների պնդմամբ Իսրայելը դուրս է մնացել առանցքային բանակցություններից, երբ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության էին գալիս հրադադարի շուրջ։ Երկրի նախկին վարչապետները խոսում են ձախողված ռազմավարության, չիրականացված նպատակների եւ երկրի համար նոր ռիսկերի Իսրայելում ձևավորվել է մի վիճակ, որտեղ իշխանության դեմ պայքարը գնալով վերածվում է ներքին քաղաքական պատերազմի։ Թեման ուսումնասիրել է Սեդա Կյուրեղյանը։ Իսրայելը ներսից քայքայող կառավարությունը չի կարող հաղթել արտաքին թշնամուն։ Իսրայելի քաղաքական շրջանակներում սկսել են մեղադրել Բենյամին Նեթանյահուին։ Ներկա վարչապետը չի մասնակցել Միացյալ Նահանգների եւ Իրանի հրադադարի համաձայնագրի շուրջ քննարկումներին, չի նշել պայմաններ, ավելին ուշացումով միացել է երկրի համար ոչ շահեկան համաձայնագրին։ Իսրայելը դուրս մղվեց փաստացի որևէ բանակցային գործընթացից։ Հիմա հրադադարի, խաղաղության կամ պատերազմի որոշումը արդեն ընդունվում է առանց Իսրայել։ Եվ որ պատերազմի որոշումը Միացյալ Նահանգների կողմից ընդունվել է Իսրայելի հետ։ Նեթանյահուն կրել է քաղաքական եւ ռազմավարական ձախողում, չի հասել ոչ մի նպատակի, որ ինքն իր առջև էր դրել, գրել է Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենեթը։ Նա մտահոգություն է հայտնել Իսրայելի ապագայի վերաբերյալ։ Պատերազմի նպատակները հստակ էին. Իրանի միջուկային ծրագրի լիակատար եւ մշտական ապամոնտաժումը։ Այս նպատակները չեն իրականացվել։ Ձախողումը Իսրայելին կկանգնեցնի ավելի վրեժ խնդիր եւ վճռական Իրանի առջև։ Իսկ այս ամենի փոխարեն Միացյալ Նահանգները եւ Իրանը ձեռք են բերել երկշաբաթյա հրադադարի համաձայնագիր, որում Իրանը պահանջում է ուրանի հարստացման ճանաչում, առաջնային ու երկրորդային պատժամիջոցների վերացում։ Սա ոչ միայն Բենեթի զայրույթն է առաջ բերել։ Իսրայելի ընդդիմության առաջնորդ ու նախկին վարչապետ Յայիր Լապիդն է կոշտ քննադատել ներկա վարչապետին։ Իսրայելն անգամ սեղանի շուրջը չէր, երբ Միացյալ Նահանգները եւ Իրանը համաձայնության էին գալիս։
Մեզնից տարիներ կպահանջվեն ուղղելու համար այն քաղաքական եւ ռազմավարական վնասը, որ հասցրել է Նեթանյահուն իր սնափառության, անփութության եւ ռազմավարական պլանավորման բացակայության պատճառով։ Նեթանյահուի հասցեին հնչող այս քննադատությունների պատճառները շատ ավելի խոր ու ներքաղաքական են։ Դատական գործեր, կոռուպցիոն սխեմաներ, ինչին գումարվեց նաև Իրանի դեմ պատերազմն ու Պակիստանի միջնորդությունը։ Առջևում ընտրություններ են եւ ընդդիմությունը բաց չի թողնում իշխող ուժին քննադատելու ոչ մի առիթ։ Շատերն էին պնդում, որ պատերազմը Նեթանյահուին անհրաժեշտ է իշխանության մնալու համար, ինչպես նաև իր հետ կապված դատական գործերը այսպես հետաձգելու կամ չեղարկելու համար։ Ընդդիմության մեջ կա մտավախություն, որ հնարավոր հաջողությունները նաև կարող են առաջացնել Նեթանյահուի իշխանության այսպես ամրապնդում եւ ավելի երկարատև իշխանության վարում, ինչը բնականաբար նախընտրելի չէ օպոնենտների համար։ Կոնֆլիկտային այս իրավիճակում գործող ղեկավարի հրաժարականը քիչ հավանական է, պնդում է քաղաքագետը։ Արտաքին եւ ներքին քաղաքականության տեսանկյունից Իսրայելի քաղաքական էլիտայի դիրքորոշումներում որևէ տարբերություն չկա, անկախ քաղաքական հայացքներից։ Բուրգի գագաթին երկրի անվտանգությունն ու շահերն են։ Այն ինչ որ անում է Նեթանյահուն, ես կարծում եմ այդ գիծը պահպանվելու է եւ շարունակվելու է, անկախ նրանից թե այսօր որ հարցերում են քննադատում Նեթանյահուին։ Այն պահին, երբ իշխանություն կփոխվի, այդ պահին ես կարծում եմ նոր իշխանությունը կշարունակի այն գիծը, որը այսօր վարում է Նեթանյահուն։ Ի վերջո, Իսրայելում այս պահին հակամարտությունը միայն արտաքին ճակատում չէ, պայքարը ներխուժել է երկրի սահմաններից ներս։ Քաղաքական ընդդիմության կողմից հնչող մեկնաբանությունները, թե փաստացի ձախողումը ներկայացվում է աղետալի արդյունքների կոմպենսացում, իշխանության կողմից հերթական անգամ աթոռը պահելու փորձ է։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Արտեմիս 2-ն առաքելությունն ավարտված է։ Օրիոնը վերադարձավ երկիր լուսնի շուրջ թռիչքից հետո։ Կապսուլան վայրեջք է կատարել Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 18-ին լուրերի գլխավոր թողարկմանը, առայժմ։